Գարնանամուտի պայծառ օրերի հետ բնակիչների առջև առաջ են գալիս հերթական խնդիրներ։ Այն վերաբերվում է խմելու ջրին։ Բարձրադիր լեռնային գոտում ապրելով թվում է, թե հեռու ենք ամեն տեսակ քիմիական ռեսուրսներից, օդի աղտոտվածությունից, ջրից եւ այլն, սակայն այն բոլորովին էլ այդպես չէ։ Գարնան գլուխ, երբ որ ծույնը հլում է, երևի ջրամատակարարման համակարգը նորմալ չի աշխատում, ինչ որ ծնհալքից այդ հողեր, գոմաղ լցվում են ջրատարների մեջ եւ տաների մեջ ջուրը կերդոտվում է։ Օրինակ մեր տանում մեջ քիչ է, տեղը շատ է, մեր հարկավոր է տաքացնել, երաշտին նոր խմել, որովհետեւ այդ կերդոտված ջուրը վտանգավոր է, մանավանդ փոքր երեխեքին, աղիքներուն, մեծերուն վնաս կտա։ Հենց որ ես եղանանի տաքացավ, ծնհալքը վերջացավ, նորից ջրերի ոլորտը կնորմալանա, կապված են ծնհալքի հետ է կապված։ Ամեն տարի այս ժամանակներս նման բաներ լինում է։ Հենց որ ես ջրամատակարարման համակարգը սիստեմը շատ գործման հանձնեն, կարծում եմ այդ հարցը կվերջանա։ Այդ նա մաքուր կերևա, վեզանդի տագլի 15-ից 20 օրը սևի է։ Բախվերենոր կուկա այդ ման կայես մաքուր է, բայց վեդրի մեջ նոր գլասնես գերին գույնի, նստվածքը կուտա։ Ես շատ կխնդրեմ ղեկավարության, որ ուշադրություն դարձնեն ամնագալավնին ասի ջրին, որովհետև սա ժողովուրդը ջրով կօգտվին։ Բասեյները նորմալ սարքեն որ հայ մորետաս իրենցից կեն բան հալլոցին ջուրն է կուկա մեջ է գլասվի, բայց հալլոցին ջուրը ինչ գործ ունի բասեյնի մեջ լցնելու։ Իսկ տորի հալի ինտեքսենտը գործին աչքեր դուրս կուկա, ուրեմն Գեզատենենք որ բան հունիս հուլիսը գալ կդոմ եղանակնին բաներնի ջուրը մաքրվի մենք խմենք մաքուր ջուր։ Ասիկա ասենք մեծ երեք խմեն բան էլի բան է, բայց երեխեքը խմեցին թույնավորվին գիսիկ։ Աղիքներ սա ես ինչ կեն, ես շատ կխնդրեմ որ ուշադրություն դարձնեն ջրին։ Ջուրը սա ժողովուրդը կօգտագործեն, խոջաբեկցիկ բուկանիստից կտանին։ Էլի վերի մասը են վախտերը մաքուրը այսից կտանին։ Հիմա աղդոտ է չեն կամարտիկ տանել ջուրից կուկան լացնենգը քսենուսիկին ջուրը քսեմի ճմարավոր եկա մեկը մերգու բանով տարավ սոմի ամնով ինձիքսելա որ ջուրը իսմանես ես ելի գասպիդի ջրամատակարարման շեֆերուն որ ուշադրություն դարձնեն որ ժողովուրդը շնորհավորվին տաներում մեջնես նույն գիզն է ասեք այս մանկետա հիվանդանոց սա ժողովուրդը ինձ սա քաշել են նույն ջուրն է նույն ասի վարի շենքն է ասի բանեն են քաշել Տարուբեցեն, նույն ասի տարուբեցեն քաշել են։ Սաղինը նույն ցևի է։ Կրանտը գբանանք, դե տեղին գույնի գուկա, հետը պիսոկ միսոկ գուկա։ Զամերնը չէ, իրենք բազ գթողնեն ու չսարի։ Եկսելի նույն չուրն է։ Աղդոտ։ Հա աղդոտ, բայց ասենք դեն վախտոր մեր տեղեկներին աշխատողները իսմա բան չկար։ Այս ցևի բան տեսնա քան ես 14-15 տարի եք ապրիմ իստեղ, իրենք 30 տարի եք ապրին, սեդմա բան չեղե։ Որ ջուրը այսման բան կա գույնի։ Խմելու ջրի աղտոտվածությունը կարող է լինել մի շարք վիրուսային հիվանդությունների պատճառ, մանավանդ մանկահասակների շրջանում, ու այս ամենին պետք է լուրջ վերաբերվել ու հետևել բժիշկների խորհրդին։ Գարնան հալալոցը սկսվելուց մեծ քանակությամբ հալածյան ջուրը անցնում է խառնվում է խմելու ջրի հետ, դրանով փոխում է խմելու ջրի որակը։ Դա բոլորս էլ գիտենք, դա առաջի տարին չէ, դա ամեն տարի էլ այդպես է։ Ուղղակի բոլորս էլ այդ վարակը ստանում ենք, 100%-ով չեզոքացնել հնարավոր չի, իշքան էլ քլոր խառնես բանենես, եթե ջուրը կեղդոտ է, մեջի վարակը 100%-ով հնարավոր չի չեզոքացնել։ Եվ բոլորիս օրգանիզմի մեջ էլ այդ վարակը անցնում է։ Հետագայում ինչ է լինում, ինչպես է զարգանում հիվանդությունը կախված է մարդու օրգանիզմից։ Եթե օրգանիզմը առողջ է, մեծ քանակությամբ ջուր չէ օգտագործել, մեծ դոզայով վարակ չէ ստացել, ապա թունավորման նշաններ հիմնականում չեն լինում, խնդիր չեն լինում կամ լինում են շատ թեթև, դա մենք չենք նկատում եւ անցնում վերջանում է։ Ուրիշ բան է լինում, եթե խմում ես կամ մեծ քանակությամբ ջուր, կամ ջուրը այդ պահին ինչ որ շատ վարակված է, շատ կեղդոտ է լինում, հա, լինում է, ասենք, հալելոցը մեկ շատանում է, մեկ քչանում է, մեկ ջուրը մի քիչ մաքուր է լինում, մեկ ջուրը մի քիչ կեղդոտ, կամ այդ պահին ջուրը մի քիչ շատ է կեղդոտ լինում, կամ դա հատուկ պետք է ուշադրություն դարձնենք, այդ ջուրը օգտագործում են փոքր երեխաները կամ տարեց հիվանդ մարդիկ։
Այդ խմբի մոտ հեղի կանայք, այդ խմբի մոտ օրգանիզմի իմունիտետը ցածր է եւ իրանց մոտ հիվանդանալու ռիսկը ավելի շատ է։ Օրգանիզմը թույլ է եւ ավելի շուտ կարող է հիվանդանալ։ Եվ այդ խումբը հանդիսանում է ռիսկի խումբ եւ իրանց մոտ շուտ են զարգանում ջրային թունավորման նշանները։ Համ շուտ են զարգանում, համ էլ նրանց մոտ այդ ջրային թունավորումը ավելի վտանգավոր է, կարող է լինել ավելի ծանր, ավելի մեծ հետևանք առաջացնելով։ Այդ պատճառով նորից հիշացնեմ, կրկնեմ, զգուշացնեմ մեր բնակչությանը, որ այս սեզոնին զգույշ լինեն ջուր օգտագործելու հետ։ Ցանկալի է երեխաներին, փոքր երեխաներին, հղի կանանց, մեծ մարդկանց տալ խանութի ջուր, շշալցված ջուր, իսկ տանը օգտագործելու խմելու ջուրը եռացնել հետո նոր օգտագործել։ Ջուրն օգտագործել եռացրած վիճակում կամ առնել խանութներից, մինչ այն մաքրվի։ Ինչպես գիտենք, քաղաքում իրականացվում են նոր ջրամատակարարման համակարգի շինարարությունը։ Գուցե այն շահագործման հանձնելուց հետո կարողանանք ունենալ մաքուր ջուր, դա պարզ կլինի ապագայում։